Հայաստանի եւ Ադրբեջանի միջև այո պետք է խաղաղության պայմանագիր ստորագրվի։ Խաղաղության պայմանագիր լինելու է եւ լինելու է միջև օրս բարձրագույն մակարդակներում ձեռք բերված գրավոր փաստաթղթերի հիման վրա։ Երանի խաղաղարարներին, որովհետև նրանք Աստծո որդիներ պիտի կոչվեն։ Մինչ Նիկոլ Փաշինյանը ամենօրյա ռեժիմով ամեն հարթակից խոսում է մոտալուտ խաղաղության մասին, քարոզում խաղաղության նարատիվներ, Ադրբեջանում մտադրություններն ու տրամադրություններն ամբողջությամբ այլ են։ Ատելություն եւ թշնամություն դեպի հայ ժողովուրդ։ Հայաստանում տարվող խաղաղության քարոզի ֆոնին սոցիալական հարթակներում պարբերաբար տարածվում են կադրեր, որոնք ներկայացնում են Բաքվի իրական պատկերացումները այսպես կոչված խաղաղության մասին։ Տեսագրությունում դպրոցահասակ երեխաները բեմադրում են բռնություն, ուսուցիչների ներկայությամբ փոքրիկները հայգերի դեր են խաղում, տղայի վրա գոռում են, հրամայում են ծնկի գալ, արտասանել քաղաքական լոզունգներ։ Դպրոցական մի բեմականացում, որը նման է ոչ թե մանկավարժական խաղի, այլ ատելության դասի։ Մինչ Հայաստանում խաղաղության գաղափարը ներկայացվում է որպես զարգացման միակ հնարավոր ուղի, մինչդեռ Բաքվում նույն երեխաներին սկզբից սովորեցնում են, որ հայը վտանգ է, թիրախ թշնամի, ում պետք է զրկել կյանքից, իսկ խաղաղությունն անհնար է այնտեղ, որտեղ օրակարգը սկսվում է ոչ թե հանդուրժողականությունից, այլ սպանության բեմադրումից։ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արման Աբովյանը շեշտում է ադրբեջանական ողջ քարոզչամեքենան հիմնված է հայ ժողովրդի վրա, խոր ատելության վրա։ Ատելությունից զատ չկա այլ նարատիվ։ Ըստ էության ունենք մի իրավիճակ, որի մասին բազմաթիվ անգամ խոստացել ենք։ Որքան մենք ավելացնում ենք մեր չդիմադրելու եւ շինց ու ոչ արդյունավետ, սամ հիմար քաղաքականությունը, որը իբր միտված է չգեներացնել, այնց ինչ-որ adekvat վերաբերմունք, այդքան Ադրբեջանը շարունակական ավելացնում է հայտյացությունը։ Այստեղ պետք է հասկանալ, որ սա փիլիսոփայական միգուցե հարց է, որովհետև ադրբեջանական ժողովուրդը կառուցված է եւ հիմքում իրանց ազգային խոսույթի, ազգային առաջնահերթությունների դա ատելությունն է դեպի հայեր։ Հանի այդ ատելությունը տակը բան չի մնա, բայց դա շատ կիրառական նշանակություն ունի։ Ինչի համար են իրենք մանկուց դաստիարակում իրանց երեխաներին հայերին սպանել, հայերին ստորացնել, հայերին նսեմացնել։ Շատ բաց պատճառով, որովհետև իրենք չեն դիտարկում մեզ հայերիս որպես օրինակ հարևան ժողովուրդ, որի հետ կարելի է նորմալ համակեցության ինչ-որ տենց երանգներ գտնել։ Իրենք դիտարկում են մեզ որպես ոչնչացման առարկա։ Դա ինչ քննարկելու բան է, դա անհանդուրժելի, դա բան է, անցագործություն է, սերունդների դեմ եթե կուզեք։ Անպայման բան արձագանք պիտի ունենա։ Այսինքն ես դրա համար եմ ասում, եթե համակեցություն լինի, այդ արձագանքը կլինի, որում արձագանքը ոչ թե որ մենք նույն բանն ենք անում, չէ, այլ զսպող բանով պետք է լինեն, գործողություններ պետք է լինեն համապատասխան, որովհետև այդ ռումբի պես մի բան է, որը պայթում է հետո, անպայման, ատելությունը այդպիսի մի բան է, եւ բան անել, որ այդ խաղաղություն կոչվածը այդ տեքստերը են էլ պետական շոտ փաստաթղթերում, որոնք ասենք երկար ժամանակ շրջանառվում են, բայց հանրային բանի մեջ, վարքի մեջ, գործելակերպի մեջ բան չի փոխվե։ Որում փոփոխությունները պարզա պետք է լինեն դանդաղ, բայց միևնույն է այդ փոփոխությունները որպես գործողություն պետք է լինեն եւ դրան պետք է մասնակցեն հասարակության բոլոր շերտերը։ Ի սկզբանե խաղաղության օրակարգը որդեգրելիս մենք գիտեինք, որ հեշտ չի լինելու այս ճանապարհը եւ հենց բարդություններն էլ այդ նման դրսևորումներն են։ Անկեղծ ասած տեսանյութը չեմ տեսել, բայց ձեր պատմելով ասեմ, որ սա բնականաբար քննադատելի է, բնականաբար չի բխում մեր խոսակցություններից, ստորագրություններից եւ արտահայտած նպատակներից, որոնք ինչպես տեսնում եք, միջազգային մակարդակում երկխոսության մակարդակում նույնական են Հայաստանի եւ Ադրբեջանի խոսույթը խաղաղության հետ կապված, կոնֆլիկտը ավարտված լինելու հետ կապված, նմանատիպ հայտարարություններ են կանում, բայց մյուս կողմից տեսնում ենք նման դրսևորում, օրինակ ինչպես ասացիք դպրոցում, ինչը բնականաբար մտահոգիչ է եւ չի բխում մեր խաղաղության օրակարգից։ Իսկ այս դեպքում ինչ արժեք ունի այդ մեր կողմից խաղաղության քարոզը, Տիկին Հակոբյան, միակողմանի այսքան խաղաղության քարոզը։ Սա չի
օգնում ավելի հեշտ ունենալու խաղաղությունը, բայց նաև չպետք է նման դրսևորումների ժամանակ ասել լավ, վերջ, մենք էլ եկեք դպրոցներում նույն բանն անենք։ Այս ամենից հետո հայ հասարակության մեջ առաջ է գալիս հարց՝ ի վերջո խաղաղություն թե միֆ, ինչ արժեք ունի միակողմանի խաղաղությունը, ի վերջո ուր է տանելու աղերսանքի նմանվող խաղաղության քարոզը։ Ահա այս երկու հակադիր իրականություններն են հենց այսօր կանգնած միմյանց դեմ ու չի կարող առաջանալ համատեղ գոյակցություն, եթե դրանք չեն փոխվում։